Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, այսօր սկսում ենք նաև բանավեճային ֆորմատ, առաջի անգամ այս տաղավարում, պրոյեկտի շրջանակներում մենք կհրավիրենք եւ կհյուրընկալենք տարբեր քաղաքագետների, քաղաքական գործիչների, ովքեր կպաշտպանեն իրենց տեսանկյունները, ովքեր կքննարկեն կարևորագույն հարցեր ինչպես ներքին քաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Այսօր մենք պետք է հնարավորություն ունենանք լսելու տարբեր կարծիքներ եւ մեր հանրությունը եւս պետք է կարողանա այդ կարծիքները լսի։ Այսօրվա մեր բանավեճին մասնակցում են Էդգար Առաքելյանը, քաղաքագետ Էդգար Առաքելյանը եւ քաղաքագետ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։ Բարև ձեզ։ Այսօր քննարկում ենք ռուս-ուկրաինական պատերազմի իրական վիճակը, հեռանկարները, ինչ է սպասվում մեզ մոտակա ժամանակում, քանի որ դա Հայաստանի հետ նաեւ ուղիղ առնչություն ունի արտաքին քաղաքական առումով եւ նաեւ որոշ հասկանում ենք, որ այս պատերազմը ինչ որ պահի պետք է դադարի եւ ունենա հանգուցալուծում։ Սկսենք ձեզանից, պարոն Առաքելյան, նախ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք, շնորհակալ եմ հրավերին, բանավեճին։ Նայեք, Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում, Մոսկվային ժամաներ Վիտկոֆը եւ Կուշները գնաց բանակցություններ, հայտնի չի թե կոնկրետ ինչեր են խոսել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց ակնհայտ է, որ ինչ որ բաներ պայմանավորվել են, որովհետեւ ինչքան հասկանում ենք, հաջորդ հանդիպումը պետք է լիներ Զելենսկիի հետ, բայց Կուշները ու Վիտկոֆը հրաժարվել են Զելենսկիի հետ հանդիպելուց, մեկնել են, այսինքն այդ հանդիպումը չի կայացել։ Ինչ կարծիք եք ընդհանրապես եւ այս հանդիպման հետ կապված, արդյոք կլինեն տեղաշարժեր Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրոմիություն, թե ելս են շարունակվելու է, ո՞նց եք կարծում։ Տեսեք, նախ մի կողմից մենք ունենք ռուսական քաղաքականությունը, որը փորձում է ձգձգել գործընթացը։ Մենք գիտենք Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը, որ ընդ որում նախընտրական ամբողջ քարոզարշավը գրեթե կառուցված էր այդ թեզի վրա, որ նախագահ դառնալուց հետո ընդամենը 24 ժամում այդ պատերազմը կդադարի, չնայած մեծ էր նաև մարդկանց թիվը, ովքեր չէին հավատում այդ հեռանկարին եւ իրականությունը դա ապացուցեց։ Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը բնականաբար Ռուսաստանն է, ով ունի մաքսիմալիստական մոտեցումներ այս գործընթացին եւ մեծ առումով պատերազմը սկսելուց առաջ Ռուսաստանի նախագահի հնչեցրած թեզերը, որտեղ ասում էր ըստ էության, որ մեծ առումով չեն ճանաչում Ուկրաինան որպես սուվերեն պետություն եւ պատմական, այդ թեզերին անդրադառնալով փաստացի ինքը նաեւ կասկածի տակ էր դնում հետխորհրդային երկրների սուվերենության, ինքնիշխանության կամ անկախության իրավունքը, մեղադրելով նախկին խորհրդային առաջնորդներին, ովքեր հնարավորություն էին տվել այդ ազգերին ու պետություններին, որպեսզի հետագայում կարողանան ինքնիշխան դառնալ։ Եվ ահա այս տեսանկյունից նաև բնականաբար կան անձնական ամբիցիաները եւ Ռուսաստանի նախագահի, ով ցանկանում է կամ ժամանակին իրեն համոզել էին, որ 3 օրում ինքը կկարողանա Ուկրաինան գրավել, քանի որ Ուկրաինայում Ուկրաինայի ժողովուրդը անհամբեր սպասում է, թե երբեն ռուսական զորքերը մտնելու Կիև։ Եվ ահա մենք ունենք նաև Միացյալ Նահանգների նախագահին, ով գալով իշխանություն ունի իհարկե եւ աշխարհաքաղաքական նկրտումներ եւ անձնական ամբիցիաներ։ Այդ ամբիցիաներից մեկը դառնալ աշխարհում խաղաղարար եւ ստանալ Նոբելյան մրցանակ։ Իհարկե միայն դրանով չի բացատրվում Միացյալ Նահանգների ամբիցիաները, կան նաև Չինաստանի գործոնը, որը շատ մեծ դեր ունի նաև Միացյալ Նահանգների արտաքին տվյալ վարչակարգի արտաքին քաղաքականության օրակարգում բավականին մեծ դեր ունի, այսինքն Չինաստանի զսպման քաղաքականությունը նաև եւ այս աշխարհաքաղաքական իրավիճակում մենք տեսնում ենք, որ նաև Ռուսաստանը կամ Ռուսաստանի նախագահը չնայած բոլոր առաջարկներին մենք գիտենք, որ Տրամփը նույնիսկ առաջարկել է, որ ինքը պատրաստ է ճանաչել նույնիսկ Ղրիմը եւ մնացած տարածքները, որոնք այս պահին անեքսիայի են ենթարկված, միակողմանի ճանաչել որպես Ռուսաստանի մաս, բայց դրանով հանդերձ
Ռուսաստանը գոնե սպային ցույց է տալիս, որ չի ցանկանում եւ նույնիսկ ցանկանում է տարածքներ, որոնք դեռևս այս 4 տարիների ընթացքում ռուսական բանակը չի կարողացել գրավել։ Եվ այս համատեքստում բնականաբար որքան կողմերը կամ տվյալ դեպքում Ռուսաստանը հայտարարում է, որ կամ ցույց է տալիս, որ ինքը անզիջում է, միևնույն է, ակնհայտ է, որ ռուսական պոտենցիալը պատերազմը շարունակելու նախ եւ առաջ տնտեսական պոտենցիալը բավականին սահմանափակ է, առավել եւս մենք գիտենք վերջին Միացյալ Նահանգների սանկցիաները ուղղված ռուսական նավթային ընկերություններին։ Եվ այս համատեքստում ես կարծում եմ, այո, պատերազմը ինչ որ մի պահի պետք է դադարի եւ հիմա օրինակ երբ կդադարի, ոնց եք դուք կանխատեսումներ ունեք այդ առումով։ Տեսեք, կանխատեսումները հետեւյալն են, Ռուսաստանում հասկանում են, որ ներկայիս Միացյալ Նահանգների վարչակարգը լավագույնս է իրենց համար աշխարհաքաղաքական իրավիճակում եւ գնալ ամբողջությամբ դեմ այդ վարչակարգի ու տվյալ դեպքում Միացյալ Նահանգների նախագահի ցանկությունների կնշանակի, որ առաջիկայում առնվազն 10-26 թվականին իրենք ուրեմն կարող են կորցնել շատ ավելի մեծ հնարավորություններ հենց Միացյալ Նահանգների ներսում իդեմս հանրապետական կուսակցության իդեմս միջանկյալ ընտրությունների, չնայած մինչև նոյեմբերին տեղի ունենալիք միջանկյալ ընտրությունները կան նաև կոնգրեսականներ, որոնք այսպես թոշակի բերումով հեռանալու են եւ միջև նույնիսկ ուրեմն միջանկյալ ընտրությունները կարող են քաղաքական ուժերի այդ բալանսի փոփոխություն տեղ ունենալ կամ այդ հարաբերակցության փոփոխություն ունենալ եւ դեմոկրատները օրինակ ոչ միայն կոնգրեսում, այլ նաեւ սենատում ունենան մեծամասնություն եւ սա ոչ միայն խնդիր է Միացյալ Նահանգների նախագահի ներկա նախագահի, այլ նաեւ խնդիր կարող է լինել լուրջ Ռուսաստանի համար, բայց դրանով հանդերձ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ 2026 թվականին մենք պետք է տեսնենք այս գործընթացի որոշակի այսպես հանգուցալուծում։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ, որ եկել եք մեր տաղավար։ Համաձայն եք արդյոք այն տեսակետների հետ, որը հնչեցրեց պարոն Առաքելյանը եւ միջանկյալ մի հարց էր, վերջերս Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ եթե ինքը Եվրոպայի հետ պատերազմ չի ուզում, բայց եթե Եվրոպան պատերազմ ուզենա, Ուկրաինան իր ասելով, դա դեռ պատերազմ չի եւ իրենք շատ ավելի ծանր հետևանքներ կտեսնեն եւ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ պատերազմի։ Ոնց կմեկնաբանեք այս խոսքերը եւ արդյոք հնարավոր է պատերազմը կանգ առնի կամ ավելի շատ հնարավոր է որ օրինակ Եվրոպայի պատերազմ սկսվի։ Այստեղ նշվեց, որ Ռուսաստանը ոնց որ խոչընդոտում է, որպեսզի պատերազմը կանգնի եւ մաքսիմալիստական նպատակներ ունի։ Ես կարծում եմ, այստեղ պետք է առաջերտին խոսալ Եվրոպական միության եւ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որ վարվում է, հենց առաջի խոչընդոտները, որ խաղաղությունը տեղի չի ունենում, հենց իրենք են, սա մեկ։ Թրամփը ունի նաև ոչ պակաս խնդիր այդ առումով, եթե Թրամփին իսկապես պետք է որ պատերազմը կանգնի, իսկ ես համաձայն եմ, որ Թրամփին պետք է որ պատերազմը կանգնի, ապա այստեղ ոչ թե առաջի հերթին մենակ Պուտինն է խնդիրը, այլ խնդիրը հենց Եվրոպական միությունն է ու Մեծ Բրիտանիան։ Պարզ է, որ հիմա Ռուսաստանն իրեն լավ է զգում կռվի դաշտում եւ բոլոր ուղղություններով գրեթե ունեն ռազմավարական առավելություն, նույն Կուպյանսկի շրջանը, Վալչանսկի շրջանը, շատ կարևոր շրջաններ, որոնք որ այս վերջերս իրեն կարողացան գրավել, այսինքն սենց որ շարունակվի, բնականաբար այո, դանդաղ, շատ դանդաղ։ Սենց որ շարունակվի, ներողություն եմ խնդրում, մի քանի օր առաջ ես դիտում էի ստատիստիկան, թե օրինակ 2023 թվականից մինչև 25 թվականը Ռուսաստանը ինչպիսի տարածքային ձեռքբերումներ է ունեցել եւ եթե այդ տեմպով ինքը շարժվում է, ապա մոտակա 100 տարում ինքը կկարողանա ամբողջ Ուկրաինան օկուպացնել եւ հետեւաբար խոսել որ Ռուսաստանը այսօր լավ վիճակում է, երբ որ շաբաթական 7-ից 10,000 կորուստ է ունենում, բայց այդ թվերը իրական են։ Համենայն դեպս այդ թվերը հաշվի առնելով ռազմաճակատի երկարությունը եւ հաշվի առնելով այն ինտենսիվությունը, ինչով որ պատերազմը տեղի ունենում, այդ թվերը իրական են եւ բնականաբար կան նաեւ տարբեր հետախուզական ծառայություններ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները, որոնք բնականաբար ունեն իրենց տվյալները եւ ռուսական տվյալների վրա չեն կարող հիմնել։ Եվ ընդհանրապես մենք երբ որ նայում ենք սոցցանցերում տարածվող այդ, չգիտեմ,
գերեզմանատների եւ ԱՄՆ-ի տեսակետները կամ պաշտոնական հրապարակած բաները արժանահավատ են, Ռուսաստանն արժանահավատ չեն, ինչից եք դեպի եզրակացնում։ Ասեմ ինչից, որովհետեւ բնականաբար կրվող կողմը միշտ ցանկանում է ուրեմն քիչ ցույց տալ իր գոնե պատերազմի ընթացքում իր կորուստների քանակը եւ հետեւաբար դա բնական է նաեւ ինչ որ առումով ներքին հոգեբանական առումներով սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ տարբեր երկրների փորձագետների տվյալներ են, որ այո Ռուսաստանը ամսական կտրվածքով 20-ից մինչև 30,000 կորուստ է ունենում, դրանք եւ մահացածներ եւ վիրավորներ եւ սա ոչ միայն եւ մարդկային առումով եւ բնականաբար ռեսուրսների առումով եւ քաղաքական իմիջի առումով եւ աշխարհակաղակական նկարտումների առումով ես կարծում եմ որ չարթարացված պատերազմ է եւ այս պատերազմի սկիզբը ծագել է նաեւ շատ մեծ ինքնավստահությունից կամ սխալ հաշվարկներից քանի որ երբ որ սկսում ես պատերազմը կամ պետքա շատ լավ հաշվարկներ ունենաս մի բան է սկսել պատերազմը, հա, ինչպես գիտենք, այլ բան է ավարտել պատերազմը եւ այսօր այդ պատերազմը ավարտելու խնդրի առաջ է կանգնած նաեւ Ռուսաստանը եւ այստեղ բնականաբար այն տարածքները, որը Ռուսաստանը գրավում է, դրանք համադրելի չեն այն կորուստների հետ, որոնք Ռուսաստանը տալիս է, առավել եւս երբ որ մենք գիտենք, որ Ռուսաստանը այսօր ունի տնտեսական լուրջ կորուստներ, չգիտեմ, սովետական միության տարիներից, հա, երևի 70-ականներից սովետական միությունը ցանկանում էր գրավել եվրոպական առնվազն գազային շուկան եւ դա կարծեք թե արդեն 2000-ականներին ստացվել էր ու կորցնել այդ շուկան, հետո խոսել, որ պետք է սանկցիաները, հա, սանկցիաները վերացվեն, ես կարծում եմ դա ոչ միայն չհաշվարկված, այլ նաև պրիմիտիվ քաղաքականություն է եղել, տանես գումարները պահես Եվրոպայում, հետո դուրս գաս Եվրոպայի դեմ կռվես, դա նույնպես անհասկանալի է։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, երբ որ նշում եք, որ Եվրոպան չի ցանկանում, իրականության մեջ Եվրոպան հասկանում է, որ այսինքն Միացյալ Նահանգները բավականին հեռու են Եվրոպայից եւ Եվրոպայի խնդիրները Եվրոպան շատ ավելի լավ է հասկանում, քան Միացյալ Նահանգները եւ այստեղ խնդիրը եւ միջազգային իրավունքի տեսանկյունից է, այսինքն մենք ստեղծում ենք նախադեպ, երբ որ համաձայնվում ենք միջազգային իրավունքի նորմի ուրեմն կոպիտ խախտմանը, մենք համաձայնվում ենք օկուպացիային, անեքսիային եւ դրան տալիս ենք ըստ էության փաստացի տալիս ենք ուրեմն օրինականության ուժ, որը իր հետևից կարող է ունենալ ուրեմն շատ լուրջ հետևանքներ հենց բուն Եվրոպայի համար, այո, արևելյան Եվրոպայի տվյալ դեպքում Բալթյան երկրները, Լեհաստանը դեմ են պատերազմի նման ավարտին, քանի որ իրենք կարծում են ու համոզված են, որ հաջորդը իրենք կարող են լինել թիրախում եւ կարող է մի օր օրինակ էլի, չգիտեմ, ռուսական զորքերը անեքսիայի ենթարկեն ինչ որ Լեհաստանից մի հատված եւ ասեն օրինակ, չգիտեմ, ինչ որ բանի դիմաց մենք կկանգնենք այս գծում եւ Ղուկասյանն էլ հələ 5 նախադասություն եմ ասա, ճիշտ ասած, հա, փոքր ես գիտեք, երբ որ մենք խոսում ենք այդ ամեն ինչի մասին շատ լավ որ խոսում ենք, բայց հիշեք ով է սկսել առհասարակ միջազգային իրավունքի խախտումը 99 թվականից դա Ռուսաստանը չի սկսել, դա սկսել է ՆԱՏՕ-ն, երբ որ Յուգոսլավիան է ռմբակոծել, հետո Լիբիա մտնել է եւ այլն, այսինքն եկեք մենք մի բան համարենք, որ միջազգային իրավունքի խախտումը նորմեկը այդ պրակտիկան կարող այդ մաստեր կլասը անի հենց արևմուտքը առաջի հերթին, հա։ Երկրորդը ինչից է սկսել այս պատերազմը։ Հիմա այն որ հավելալ ինքնավստահություն եւ այլն դա թողում ենք մի կողմ, պատերազմը սկսել է շատ մեկ պարզ պատճառով։ Ռուսաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին անընդհատ գրավոր տեսքով ներկայացրել է այն, որ պետք է իրենք նստեն եւ երաշխիքների շուրջ պայմանավորվեն, նույն Եվրոպայի շուրջ, նույն առասարակ ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ եւ 5 ՆԱՏՕ-ի ընդլայնման ալիքները, որոնք տեղ են ունեցել են այն առումով, որ դա սպառնալիք է Ռուսաստանի կենսական շահերին, Ռուսաստանի անվտանգությանը։ Ինչ կապված է հենց դրա համար, որ Ռուսաստանը չուզեցան երկխոսել, սկսվեց այս պատերազմը։ Իհարկե շատ վատ է, շատ են կորուստները, ասեմ, որ ես այդ թվերը, որ դուք ներկայացնում եք, անկեղծ ասած մի փոքր վստահ չեմ, որ նման պատկեր ունենք, բայց կորուստները ահռելի են եւ այդտեղ որևէ կասկած չկա, որ իհարկե մարդկային կորուստները եւ պատերազմը օր շուտ պետք է կանգնի, բայց մենք պետք է հասկանանք մի շատ պարզ բան, որ պատերազմը մի դեպքում կարող կանգնի, եթե
Ռուսաստանի անվտանգային հարցերը հաշվի առնվեն, այսինքն Ռուսաստանը չի կարող ասել, գիտեք ինչ, շարունակեք ՆԱՏՕ-ն ընդլայնել, չնայած գիտեք, այս ընթացքում նույն Շվեդիան դարավ ՆԱՏՕ-ի անդամ, Ֆինլանդիան դարավ ՆԱՏՕ-ի անդամ, դա էլ է, չէ, լուրջ հեռանկարային խնդիրներ է ստեղծում։ Գիտեք, տեսեք, ամբողջ Բալթյան տարածաշրջանը արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ամբողջ այդ գիծը ներողություն կարճ, բայց դա կարծեք թե Ռուսաստանին չի անհանգստացնում, այ օրինակ որ Ուկրաինայի անհեռանկար ցանկությունները դառնալ ՆԱՏՕ-ի անդամ է, դա այդ անհանգստացնում Պուտինը։ Դուք կարծում եք Ուկրաինայի շուրջ են բանակցում Թրամփը Պուտինը։ Նախ մի քանի փաստով կարող եմ ներկայացնել ինչի շուրջ են բանակցում։ Առաջի հերթին Թրամփն ու Պուտինը բանակցում են աշխարհի ճարտարապետության վերաբերյալ, առհասարակ թե ինչ է սպասվում։ Ռուսաստանը առաջարկում է շտկել խաղի կանոնները, նոր խաղի կանոններ գծել, որովհետև այն համակարգը անվտանգային, որը գոյություն ունի երկրորդ համաշխարհայինից հետո, այդ համակարգը ճգնաժամի մեջ է գտնվում։ Մենք տեսնում ենք, գիտեք, մենակ Ուկրաինայով պայմանավորված չի։ Դրանից առաջ էլ նույն Լիբիայում, նույն այդ process-ները, որ տեղի ունեցան Սիրիայի շուրջ եւ այլն, մենք բոլորս կարող ենք տեսնել մի բան, որ աշխարհը իսկապես աշխարհում չեն գործում այդ խաղի կանոնները, միջազգային իրավունքի նորմերը եւ իհարկե աշխարհը կարիք ունի մի հատ շտկելու, մի հատ այդ խաղի կանոնները վերաիմաստավորելու եւ նոր խաղի կանոններ գծելու։ Հիմա գիտեք, որ օրինակ Կուշները, մենք խոսում ենք Կուշների ու Վիտկոֆի մասին, նաեւ մի կետ է ավելացել ըստ ինսայդերական ինֆորմացիայի, տեղեկատվության, ինչ են քննարկել Մոսկվան վերջի անգամ, ԱՄՆ-ն ուզում է, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը նվազեցնեն իրենց հարաբերությունները եւ որոշակի պրոյեկտներ ի պատասխան դրա ԱՄՆ-ն ասում է, որ կարող են իրենք իրագործել Արկտիկայում օրինակ Ռուսաստանի հետ համատեղ, եթե Չինաստան-Ռուսաստան հետ կապը մի փոքր թուլանա, այսինքն ԱՄՆ-ին բնականաբար շատ ձեռք է տալիս, որպեսզի Ռուսաստանի եւ Չինաստանի կապը այն հարաբերությունը, որը ձևավորվել է, թուլանա, որովհետեւ մենք գիտենք, որ Թրամփի համար թիվ 1 հակառակորդ ինքը Ռուսաստանին չի դիտարկում, իսկապես ինքը դիտարկում է Չինաստանը եւ այդպես էլ կա ԱՄՆ-ի համար այսօր ավելի վտանգավոր մրցակից հանդիսանում է Չինաստանը, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչով է դա պայմանավորված։ Տեսեք, դե որովհետեւ Չինաստանը ավելի մեծ ազդեցություն ունի աշխարհում այսօր, թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով։ Ռուսաստանը, տեսեք, ինքը գերտերություն չի եւ Ռուսաստանը երբեք չի էլ հայտարարել որևէ պաշտոնական մակարդակով, որ ինքը հավակնում է լինել գերտերություն։ Դա Հայաստանում որոշ շրջանակներն են Ռուսաստանի սարքում իմպերիա, Ռուսաստանը ուզում է դառնա վերածնի սովետական միությունը, Ռուսաստանը բնավ նման ամբիցիա չի կարող ունենալ, որովհետեւ գետնի վրա նման հնարավորություններ անգամ չունի։ Ռուսաստանը կարող է շատ լինել այսօր իր հնարավորությունների տեսանկյունից, եթե նայենք ռեգիոնալ տերություն, բայց Ռուսաստանը ուզում է, ես կարող եմ միանշանակ ասել, իր կենսական անվտանգությունը ապահովել։ Չինաստանը հակառակը, ինքը երբ որ մենք ասում ենք աշխարհը միաբևեռից դառնում է բազմաբևեռ, Չինաստանը այդ process-ում ունի շատ ու շատ կարևոր դեր, այսինքն Չինաստանի ակտիվ մասնակցությամբ է աշխարհը այլևս ոչ միաբևեռ չէ, դառնում է բազմաբևեռ։ Ստեղ խնդիր է տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ու տեսեք, միջև շարունակվում է Ուկրաինայի պատերազմը, այդ ամենի ֆոնին ուժեղանում է Չինաստանը։ Այո, Ռուսաստանը այսօր մեծ կախվածության մեջ է հայտնվել, թե Չինաստանից, թե Հնդկաստանից։ Սա էլ է մի հատ առանձին խնդրեմ, որի մասին պետք է քննարկել։ Նույն միջև մենք ասում ենք Ռուսաստանը ունի տնտեսական խնդիրներ, Գերմանիան չունի, ռեցեսիայի առաջ կանգնած երկիր է այսը։ Գերմանիայում եթե դուք շփվեք, այնտեղ գործարաններ ա, որ փակվում է իրար հետ։ Այսինքն եթե դուք Եվրոպա գնաք ու շփվեք մարդկանց հետ, դուք կտեսնեք, թե եվրոպացիների կյանքը որքան է բարդացել։ Ասածս գիտեք որն է, որ այս պատերազմում կան բենեֆիցիարներ։ Անցած տարի Եվրոպայում եղել, ոնց որ թե նորմալ էր։ Տեսեք, չէ, դուք օբյեկտիվ հիմա որ ասեք, մենք հիմա այսպեսի մի հատ այսպեսի հարց ենք։ Նախ առաջինը այն որ ասում ենք Ռուսաստանը իր, չգիտեմ, նկրտումներում ցանկություն չունի սովետական միություն վերականգնելու, ես պատահական չէր չունի, բանալին։ Այդ հնարավորությունը ինքը պատկերացնում է, որ 2022-ին 22 թվականին ունի ու պատահական չէր Ուկրաինայի վրա հարձակումը, այդ հարձակման հիմնական պատճառներից մեկը հենց դա էր։ Ռուսական վերջին ժամանակների տարիների քաղաքական էլիտան, հա, այսպես դուգինիզմը, հա, որը սողոսկել էր Կրեմլ եւ որը արդյունքում Կրեմլին կանգնեցրեց մեծ ուրեմն խնդիրների առաջ, դրա գաղափարախոսությունը այդ եվրասիականության դա չասենք հենց բուն սովետական միության վերականգնում էր այնպես ինչպես կար, բայց դա ինչ որ մի սովետական միության
տիպի համակարգի վերականգնում էր ռուսական տոտալ վերահսկողության ներքո, որը կարծում եմ 2022 թվականի ուկրաինական պատերազմով տապալվեց, քանի որ կրկնեմ, Պուտինը երբ որ հայտարարեց Ուկրաինա մտնելուց առաջ իր հայտնի հայտարարությունը, այնտեղ պատահական չէր, որ կասկածի տակ դրվեց ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև նախկին սովետական միության երկրների անկախություն ստանալու իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհը կիսելու, չգիտեմ, Թրամփի բանագնացները խոսել են Պուտինի հետ աշխարհը կիսելու կամ նոր աշխարհակարգ ձևավորելու, այ եթե ասեիք, որ օրինակ Չէ, ես Չինաստանի մասով ասացի, աշխարհակարգ հասկանում եմ։ Եթե ասեիք, որ օրինակ Թրամփը եւ Սի Ցզինպինը խոսում են նոր աշխարհակարգի ձևավորման հետ կապված, ես կասեի այո, քանի որ աշխարհում ես ասի Պուտինը ուզում է, իր ամբիցիաներ անում է, որ ինքը հասնի դրան, որ ինքը կարողանա դառնա մասնակից այդ process-ի։ Չեմ ասում, որ Ամերիկան հիմա զրուցում է դրա մասին Պուտինի հետ, որտեղ դա Պուտինի ցանկությունն է։ Տեսեք, Պուտինի համենայն դեպս քաղաքականությունը հանգել է նրան, որ այսօր Միացյալ Նահանգները վերջին հնարավորությունն է տալիս Ռուսաստանին, այ որ նշում եք Չինաստանից եւ Հնդկաստանից ու հատկապես Չինաստանից լուրջ կախվածության մեջ է, այսօր ոչ միայն ուկրաինական պատերազմը կանգնեցնելու խնդիր է դրված, այլ իրականության մեջ Միացյալ Նահանգները հնարավորություն է տալիս Ռուսաստանին բռնել արևմուտքի արևմուտքի ձեռը, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների ինչ որ պահի էլի Եվրոպայի եւ դուրս գալ Չինաստանի տոտալ ենթակայությունից, քանի որ այն ինչ որ կարող է կատարվել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը ամբողջությամբ գտնվի չինական վերահսկողության տակ, ընդ որում որպես այսպես այդ բաների, ուրեմն կցորդ տնտեսության հումքի կցորդ Չինաստանի, ապա ես կարծում եմ առնվազն մի 10 տարի հետո ռուսները կերազեն մոնղոլ թաթարական այդ ուրեմն իգան չինական իրականությունից, քանի որ այո, այստեղ կա շահերի ընդհանրություն, Միացյալ Նահանգները որպես հեգեմոն արևմտյան աշխարհի առաջատար ցանկանում է այո Ռուսաստանը պոկել Չինաստանից, լավ հասկանալով, որ Չինաստանին միավորվելով այո Չինաստանն է հզորանալու ոչ թե Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը դառնալու է մի մեծ գործիք Չինաստանի ձեռքում, թե Եվրոպայի համար, թե Միացյալ Նահանգների համար եւ թե այդ տարածաշրջանի համար։ Բայց կներեք, պարոն, այդ կապը դրան նպաստեց հենց արևմուտքը, որ տենց եղավ։ Նորից եմ ասում, եթե Ռուսաստանը դիտարկենք, թե ինչպիսի հարաբերություններ կար արևմուտքի եւ Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հանդիսանում էր Եվրոպայի ամենախոշոր գազամատակարարը եւ նույնիսկ Պուտինը ժամանակին ուրեմն կատակում էր, թե եթե մեր գազը չեք ուզելու, ապա փայտ եք վառելու, փայտ էլ չունեք ըստ էության։ Այսինքն սա նշանակում է, որ Եվրոպան ռազմավարական, տնտեսական առումով լուրջ կախվածություն էր ձեռք բերել Ռուսաստանից եւ Եվրոպայում այո կային ձայներ, որոնք դեմ էին այդ մերկելյան քաղաքականությանը, որը բերեց հանգեցրեց Եվրոպան այդ իրավիճակին։ Այսինքն այս պարագայում խոսել, որ ուրեմն Եվրոպան կամ ՆԱՏՕ-ն, սպառնալիք է Ռուսաստանի համար, դա ես կարծում եմ արհեստական թեզ էր, որը օգտագործելով Ռուսաստանը փորձում էր ինչ որ ալիբիներ ստեղծել իր քաղաքականության։ Չէ, եթե Ուկրաինան մտներ ՆԱՏՕ, դա ուղիղ սպառնալիք է Ռուսաստանը, թե չէ։ ՆԱՏՕ-ի դոկտրինի մեջ ֆիքսված է, որ Ռուսաստանը համարվում է հակառակորդ եւ հակառակը, այսինքն այդտեղ ոչ մի չափազանցության հարց չկա ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի։ ՆԱՏՕ-ն ովքեր են։ Բայց այդտեղ մի հատ բան ասենք, պարոն Ղուկասյանն այդ հարցի շուրջ խոսեց, ավելի հստակեցնենք, նայեք, ի սկզբանե, երբ որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրեր են եղել, Ռուսաստան-ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ն քանի անգամ համաձայնություն է տվել դեպի արևելք չընդլայնվելու վերաբերյալ, նույնիսկ փաստաթղթեր կան ստորագրված։ Պուտինի ներկայացրած պատճառները կամ մեկնաբանությունները նրանում էին հիմնականում, որ ՆԱՏՕ-ն խախտել է եւ գնալով ինքը ընդլայնվել է դեպի արևելք, այսինքն արևելյան Եվրոպայի մասով է նախկին սոցիալիստական լագերի, այսպես ասած, երկրներ եւ այլն։ Հիմա օբյեկտիվորեն այդ նույն արևելյան Եվրոպայի հատկապես պետությունների համար կար վախ, որ ինչ որ մի պահի Ռուսաստանը կարող է նորից կրկնել այն ինչ որ ժամանակին արել է եւ 2008 թվականի
ռուս-վրացական պատերազմը դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ այո, Ռուսաստանը կարծեք թե վերադառնում է նախկին մոտեցումներին եւ սա բնականաբար վտանգ էր սպառնում ամբողջ արևմտյան պետություններին ու տվյալ դեպքում ուղիղ Արևելյան Եվրոպայի երկրներին ու իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես անկեղծ ՆԱՏՕ-ի հզորությանը այսօր այդքան էլ ուրեմն օպտիմիստ չեմ, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում լինելու է այն կառույցը, ինչը որ ինքը էր ուրեմն սառը պատերազմի ժամանակահատվածում, ավելին ասեմ, նույն այս պատերազմի համատեքստում, օրինակ Լեհաստանը ասում է, որ ես չեմ սպասելու օրինակ ՆԱՏՕ-ի այդ բյուրոկրատական ուրեմն օքեյներ տալու բանին, մոտեցմանը եւ եթե հանկարծ իմ տարածքում ես հայտնաբերեմ ԱԹՍ-ներ կամ այլ թրջող օբյեկտներ կամ սպառնալիքներ, ես ուղիղ ուրեմն գործել եմ։ Այսինքն ՆԱՏՕ-ի ուրեմն ազդեցությունն էլ է ուռճացված, ինչ եմ ասում, որ ՆԱՏՕ-ն սարքվել է ռուսական քաղաքական establishment-ի կողմից, որ մի հատ մեծ բոբո, որի դեմ մենք պայքարում ենք, քանի որ ինչի է դա սարքվել, քանի որ մենք գիտենք, որ ավտորիտար երկրներում այդ առաջնորդները կամ էլիտան ստեղծում են մի հատ արհեստական թշնամի, այո, արհեստական թշնամի, որպեսզի պայքարեն, քանի որ ներսում չունեն, չգիտեմ, ժողովրդին ինչ որ բան ցույց տալու։ Դրա վառ օրինակը նաև մեր հակառակորդ հարևանն է, ով ամենօրյա այսպես բաներով այդ թշնամու կերպարը կարծեք թե ուզում է պահել, բայց ինչևէ անդրադառնանք էլի ՆԱՏՕ-ին, տեսեք ինչ արեց Ռուսաստանը։ Նշեցիք այո, որ այս ամենի արդյունքում էլի երկու պետություններ, որոնք իրենց գրեթե ամբողջ պատմության ընթացքում չեզոք պետություններ էին, դարձան ՆԱՏՕ-ի անդամ եւ հաջորդը բավականին ուրեմն լուրջ իրավիճակում էր կամ բարդ իրավիճակում էր հայտնվել նաև միջև այս պատերազմը Եվրոպական միությունը եւ մենք տեսանք միջ այդ Բրիտանիայի դուրս գալը, մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ ցանկություններ ունեն Եվրոպական միությունից դուրս գալու եւ այս պատերազմի արդյունքում ոչ միայն ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, այլ նաեւ Եվրոպական միությունը դարձավ շատ ավելի կոնսոլիդացված, ավելին ասեմ, Եվրոպական միությունը ըստ էության քաղաքական միավորից, քաղաքական համայնքից դառնում է ուրեմն նաեւ անվտանգային ինստիտուտ կամ անվտանգային կառույց եւ դա է վկայում Եվրոպական միության թե առանձին պետությունների բանակներին տրամադրվող եւ ռազմաարդյունաբերությանը տրամադրվող բյուջեները եւ թե մեծ առումով Եվրոպական միության շրջանում ընդունված այդ բյուջեները, որը խոսում են մասին, որ Եվրոպան, որը, չգիտեմ, առնվազն գոնե մի 70 կամ 80 տարի քնած էր որպես այսպես եւ դարձել էր, չգիտեմ, պարզապես լավ տնտեսություն ունեցող, սոցիալապես լավ մակարդակ ունեցող պետությունների մի հավաքածու, այսօր այդ Եվրոպան, որին քնացրել էին, վերջին, չգիտեմ, քանի 100 տարիների ընթացքում այդ Եվրոպային, որը հանդիսացել էր բոլոր այդ կոնֆլիկտների պատճառը, քնացրել էին ու այսօր այդ պատերազմի արդյունքում այդ Եվրոպան, որը քնած էր, այսօր զարթում է եւ դառնում է ոչ միայն տնտեսական լուրջ միավոր, այլ աշճանաբար դառնալու է նաեւ անվտանգային եւ ռազմական միավոր, եւ մենք տեսնում ենք, որ եվրոպական շատ լուրջ պետություններ աշճանաբար վերադառնում են ժամկետային զինվորական ծառայությանը, մեծացնում են իրենց ռազմաարդյունաբերությունը եւ այլն, այսինքն ռազմավարական առումով Ռուսաստանը ինչ շահեց, շահեց ավելի ընդլայնված ՆԱՏՕ, շահեց ուրեմն կոնսոլիդացված Եվրոպական միություն, շահեց առաջիկայում մենք կտեսնենք արդեն ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, այլ առանձին Եվրոպական միություն, որը զբաղվում է իր անվտանգությամբ եւ չի նայում Միացյալ Նահանգների ձեռքը, որը շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան այն Եվրոպան, ինչ կար։ Լավ, շնորհակալ եմ պարոն Արաքելյան, քան ժամանակը լրանում է, ամեն դեպքում ամեն ինչ, գիտեք, 1 րոպե պարոն Ղուկասյան, ձեր հակադարձությունները ինչ ունի դրական կողմ, նաեւ ունի բացասական կողմ, պարոն Արաքելյան ասաց, չեմ կարող չհամաձայնվել այդ կողմերի մասին, որ Եվրոպան այո ռազմական բյուջեն է ավելացնում, անվտանգային առումով ավելի ամրապնդվում է եւ այլն, բայց նաեւ կա բացասական կողմ,
կողմ Եվրոպայի համար, նախ Եվրոպան այսօր դրած փողա ծախսում, Ամերիկայի զենքն առնում, որ Ուկրաինային մատակարարի, իր քաղաքացիների հաշվին, ես խնդրում եմ մյուս անգամ որ գնաք Եվրոպա, ավելի շատ շփվեք մարկացած, որտեղ մի տարի առաջվա ու հիմա տարբերությունը ահագին մեծ է, թե ինչպիսի խնդիրների են բախվում նույն եվրոպացիները այսօր, թե Գերմանիան, որովհետև դա Եվրոպայի ուղիղ անվտանգությանն է վերաբերում, իսկ ինչ վերաբերում է փողին կարճ Եվրոպայում այլևս որոշում կա, որ ռուսական 210 միլիարդ դոլարը իրենք օգտագործել են եւ դա որոշում է, բայց դեռևս այդ գումարները նես չի որ։ Հա կա նաեւ որոշում, որ 30% հարկեն այդ գումարը, ես գիտեմ դրա մասին։ Գիտեք, այդ գումարը կա հիմա, վաղը այդ գումարը չի լինի, կծախսվի, կգնա, այստեղ խնդիրը գիտեք ինչն է, եթե ռազմավարական առումով նայենք, խնդիրը նա է, որ այսօր Թրամփը բանակցում է նույն Պուտինի հետ, հա, եւ Ուկրաինայի շուրջ միայն չի գնում բանակցությունները, փաթեթային շատ լուրջ քննարկումներ է գնում, հավատացեք, որ միայն Ուկրաինայի շուրջ չի, եւ Եվրոպան որպես ուղիղ մասնակից դրա մեջ դեռևս փորձում է ընդհանրապես իր տեղը ամրապնդել, փորձում է ամեն ինչ անել, որ իր կողքով այդ ամեն ինչը չգնա, հա, եւ այնպես լինի, որ ինքը լինի անմիջական մասնակից։ Այսինքն դեռևս այս գործողությունները ռազմական ավարտված չեն, հա, մենք ասում ենք ինչ շահեց Ռուսաստանը։ Մենք կարող ենք այդպես ասել, երբ որ արդեն պատկերը վերջնական կունենանք, կհասկանանք այս պայդրությամբ ինչ շահեց Ռուսաստանը։ Ռուսաստանը կարա շահի շատ մի հատ մեծ բան, շահի այն, որ ամեն դեպքում նոր աշխարհակարգի շրջանակներում ինքը լինի որոշիչ, նաև որոշողներից մեկը լինի, դիմա կլինի Չինաստանի հետ համատեղ, թե ինչպես կլինի դա մենք կտեսնենք, բայց եթե դրանից առաջ նայենք, Ռուսաստանին անգամ չէին ուզում լսեին, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, հենց Պուտինը մի քանի անգամ դրա մասին ասել է, չէ՞, որ մեզ ուղիղ ասել են դա ձեր գործը չի, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, եւ դուք մի խառնվեք, ձեզ որևէ բան պատասխանը տալու չունենք, իսկ ես կարծում եմ, գիտեք, մենք պետք է մի բան համաձայնվենք, այստեղ Ռուսաստանի պաշտպանը չեն, բայց մի բանում կարելի է համաձայնվել, որ այսօր Պուտինը փորձում է Ռուսաստանի կենսական շահերը պաշտպանել։ Ես կուզենայի, որ շատ երկրների ղեկավարներ այդպես պաշտպանեին իրենց երկրների կենսական շահերը։ Իսկ սովետական միությունը Դուգինը, որ ասում եք, Դուգինը երբեք պետական պաշտոնյա չի եղել։ Դուք նույնիսկ եք ասում, որ Դուգինը Լավրովն է կամ Դուգինը Պուտինն է։ Դուգինի նման նաև կան այլ մտածողներ։ Դուգինը պետական քարոզչության հենասյուներից մեկն է եղել վերջին տարիների ընթացքում ինչ պաշտոնով զբաղացել վերջին տարիների ընթացքում Մարգարիտա Սիմոնյանն էլ է միգուցե իհարկե Մարգարիտա Սիմոնյանը Դուգինն էր, բայց այն տեսլականը, որը ունեցել է Դուգինը, որի այդ փիլիսոփայությանը մենք ծանոթացել ենք, այդ տեսլականը իրականում իրականացնում է կամ ցանկացել է իրականացնել ներկայիս ռուսական եվրասիականությունը, որ դուք ասում եք Դուգինի եվրասիականությունը մի փոքր այլ եվրասիականություն, քան ինչ որ 94 թվականին առաջարկել է Նազարբաևը, Ղազախստանի նախագահ, եւ այն ինչ որ այսօր իրականացում է։ Տեսեք, շատ կարևոր բան պետք է ասենք, կան ցանկություններ ու կան իրողություններ, հա։ Նույնիսկ 2 օր առաջ Պուտինը ասաց սովետական միությունը վերարտադրել է կամ վերստեղծել է անիմաստ Պուտինին, եթե մենք լսում ենք, ինքը հայտարարում էր, որ Ղրիմը դա, չգիտեմ, Ուկրաինայի անբաժան մաս է եւ առնվազն բայց հետո իրավիճակ փոխվեց, չէ՞։ Դե իրավիճակ փոխվեց։ Այսինքն Պուտինի հայտարարություններին բերեք հալած յուղի Միապե կներեք, էլի Պուտինը Ռուսաստանի նախագահն է, ես կարող եմ Դուգինի վրա հիմնվել, թե Դուգինի հիման վրա չէ։ Ես ուզում եմ նշեմ, որ Ռուսաստանի նախագահը շատ հայտարարություններ է արել եւ արել է լրիվ հակառակը եւ հետաբար դրանց իրողությունը փոխվել կարճ հարց կոնկրետ եւ հստակ, քան որ ժամանակը սպառվեց մեր երբ կավարտվի պատերազմը։ Ես կարծում եմ պատերազմը շատ երկար է տևելու եւ կավարտվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը իսկապես կկարողանա իր անվտանգության հիմքերը ստեղծի եւ ոչ թե Ուկրաինայի մասով, այլ ՆԱՏՕ-ի հետ բանակցի եւ գա ընդհանուր հայտարարի։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է դրան գալ, կարող է դա տեղի ունենալ, բայց դա տևական ժամանակ է լինելու, այսինքն այնպես որ մեկ տարի հետո մենք կարող ենք խոսել նրա մասին, որ վերջ սա հարցերը լուծվեցին, այսինքն սա երկարաժամկետ process է եւ ես համաձայն եմ, որ շատ մեծ գին են վճարում ռուսները այս ամենի համար, կարելի է ինձ թվում է նաեւ տարիների ընթացքում այնպիսի աշխատանք տանել, ես կարծում եմ, որ պատմությունը այլ կերպով գնա, ոնց որ ասում են պատմության մեջ եթեներ չկա, կամեր չկա, արդեն ունենք այն ինչ որ ունենք, անիմաստ է իրանց կիսատ թողել, հա, ուրեմն իմաստ չկար սկսել, եթե իրանք միջևերջ չավարտեն, այսինքն իրանց համար անվտանգության երաշխիքներ չստանան։ Շնորհակալություն։
Ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանում այնուամենայնիվ հասկանան, որ այս պատերազմի շարունակումը իրենց համար բերելու է ռազմավարական լուրջ հետևանքների եւ պարտության, այն առումով, որ իրենք դառնալու են Չինաստանի, ինչ որ առումով նաեւ Հնդկաստանի այսպես կցորդը աշխարհակահաղական մեծ խաղում, եթե իրենք գան այդ եզրահանգմանը, ապա երբ կավարտվի։ Կարծում եմ 2026 թվականին մենք կտեսնենք այս պատերազմի այս ակտիվ ընթացքի դադարը եւ այստեղ էլի կրկնեմ Միացյալ Նահանգների նաեւ նպատակներից մեկն է, որպեսզի Ռուսաստանին ցույց տա կամ ձեռք մեկնի Ռուսաստանին այդ ճահճից դուրս գալու, իսկ Ռուսաստանը իրականում այսօր բարդ իրադրության մեջ է։ Կներեք, կան պետական շահեր, կան ռազմավարական շահեր եւ եթե օրինակ ընտրությունը Չինաստանի կցորդը դառնալ, թե օրինակ օգտվել արևմտյան աջակցությունից, այդ թվում ներդրումներից, քանի որ շուրջ 2 տրիլիոն դոլարի ներդրումների մասին է խոսքը գնում Ռուսաստանում, ապա ես կարծում եմ խելամիտ կլինի ընտրել այդ տարբերակը։ Ամերիկայի նախագահի նպատակը ո՞րն է, շահագրգռվածությունը ո՞րն է, որ ինքը Միացյալ Նահանգների Չինաստանից։ Այո, Կարճ, երբ կավարտվի պատերազմը։ Ես կարծում եմ 26 թվականին պատերազմի ավարտ կտեսնի։ Միշտ ամեն ժամանակը սպառվում է եւ արդեն ավարտվում է մեր քննարկումը, բայց ուկրաինական պատերազմի այդ ավարտը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության վրա, ինչ ազդեցություն կունենա այսօրվա իշխանությունների վրա, ինչ հնարավոր զարգացումներ եք տեսնում պատերազմի ավարտից հետո դեպի հարավային Կովկաս Ռուսաստանի քաղաքականության, հա, իրականացմանը, պարոն Ղուկասյան, ձեզանից սկսեմ։ Նայած ինչ ավարտ կունենա, այսինքն այդ ավարտը գնում է մի սցենարով, որտեղ ռուսները հասնում են իրենց նպատակներին, բնական է ավելի շատ մեծ ռեսուրս են ունենում ուշադրություն դարձնելու հարավային Կովկասին, այստեղ իրենց դիրքերը ամրապնդելու։ Ես ասեմ, ինչու լավ կլինի, որ մենք ունենանք նաև այլընտրանք հարաբերությունների տեսքով Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունները նաև հնարավորություն է ստեղծում մինիմիզացնելու ռիսկերը Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետև մենք գիտենք, որ եթե Ռուսաստանը չի խաղում տարածաշրջանում, չկա տարածաշրջան, ասենք ենթադրենք հիմիկվա պես է, մենք կարող ենք միանշանակ ասել, որ Ռուսաստանի ուշադրությունը եւ ռեսուրսները հարավային Կովկասում մինիմալի են հասցված, այն պատճառով, որ ամբողջ ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայում, այդ դեպքում բնական է ուժեղանում է Թուրքիան եւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան է ուժեղանում, հա, նույնիսկ վերջերս Եվրոպական միությունը 500 միլիոն եվրո գումար է հատկացրել, որպեսզի մենք Թուրքիայի հետ ուղիղ էլեկտրաէներգիայի ոլորտում ունենանք կապ, էլեկտրահաղորդիչների ոլորտում։ Հայաստանի վրա։ Այսինքն տեսեք, այդ ուղիղ կապը Թուրքիայի հետ ամեն դեպքում ուզենք թե չուզենք ստեղծվում է, որովհետեւ Թուրքիան անմիջապես գերիշխող դիրք է ստանում տարածաշրջանում։ Հայաստանի համար շատ լավ կլինի, որ տարածաշրջանում լինի ուժեղ Ռուսաստան։ Ես չեմ ասում մենք մենակ Ռուսաստանի հետ ունենանք հարաբերություններ։ Չէ, Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինի մեր համար նաև որպես բալանսավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ, որպես այլ խոշոր խաղացողի տարածաշրջանում, եթե լինի այս սցենարը, որ Ռուսաստանը ունենա հաջողություն Ուկրաինայում, եթե լինի այլ սցենար, որտեղ շատ երկար է տևում այս գործընթացը եւ չգիտեմ 10 տարի տևում է եւ Ռուսաստանը չի կարողանում ոչ մի կերպ հասնել իր նպատակներին, բնականաբար այստեղ լինելու է Թուրքիայի գերիշխող դիրքը եւ ցավոք սրտի արևմուտքն էլ կողմ է, որպեսզի Հայաստանը լինի թուրքական աշխարհի մաս, որտեղ վերջերս ԱՄՆ-ում Բրայան Թոդը, որը շատ հայտնի պետական օղակների հետ կապված վերլուծաբան է, հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար, ԱՄՆ-ի շահի համար շատ լավ է, որ Թուրքիան լինի գերիշխող տարածաշրջանում, իսկ Հայաստանը լինի Թուրքիայի ազդեցության տակ։ Այո, շնորհակալություն պարոն Ավագելյան, կարճ մենակ։ Թեզը, որ Հայաստանը լինելու է Թուրքիայի ազդեցության տակ կամ թուրքական, հա, այս տարածության մեջ դա կեղծ թեզ է։ Բայց արդեն իրականություն է դա։ Ինչն է իրականությունը։ Դե բա հիմա ով է ձեզ, ով է պրոցեսների մեջ։ Իրականությունը դրա որն է, ասենք թուրքերը եկել են ստեղ, ինչ են անում։ Դուք չեք նկատում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ինչ գործընթացներ է գնում։ Չեք նկատում, որ իրանք գերիշխում են, իրանք թելադրում են մեզ։ Տեսեք, այդ գործընթացները ուրեմն առաջնորդվում են կոնկրետ պետության կողմից եւ դա այդ պետության անունը Միացյալ Նահանգները։ Այսինքն սահմանադրություն փոխելը դա մեր որոշելիքն է։ Միացյալ Նահանգներն է, սահմանադրության փոխելու հետ կապված ես կարծում եմ մեկնաբանություններ ահագին եղել է ու կարծում եմ այստեղ սահմանադրության փոփոխության կամ այստեղ շատ ավելի գլոբալ խնդիրներ են լուծվում եւ այստեղ շատ ավելի ռազմավարական հարցեր են լուծվում, որոնք առաջիկայում պայմանավորելու են Հայաստանի Հանրապետության ինչ ոչ լինել չլինելիության հարցը, քանի որ նախորդ տարիների ընթացքում երբ որ մենք գտնվում ենք բացառապես կախվածության մեջ
Ռուսաստանից, նաև այո մեր մեղքով մենք ամբողջությամբ հույսը դրել էինք Ռուսաստանի վրա, որ մենք այստեղ կարող ենք հարստանալ, ուտել, խմել, թալանել, գողանալ, չգիտեմ, մեր պետության հետ ինչպես պետք է վարվել, այ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ Ռուսաստանը իր շահերը մի կողմ կդնի եւ կգա Հայաստանի Հանրապետությանը օգնելու, չնայած Ռուսաստանը ուներ դաշնակցային պարտավորություններ, որը բացառապես չի կատարել եւ այո պատերազմը Ուկրաինայում իր ազդեցությունը ունի տարածաշրջանում ես համոզված եմ որ եթե օրինակ Ռուսաստանը հասներ իր նպատակին 2022 թվականին ապա մենք կապրեինք այլ իրականության մեջ եւ ես կարծում եմ որ Ռուսաստանը մեծ առումով պետք է չհասնի ռազմավարական նպատակներին, քանի որ դա վտանգավոր է լինելու ոչ միայն հարավային Կովկասի, այլ նաև կենտրոնական Ասիայի երկրների համար եւ այո, պատերազմը Ռուսաստանի պատկերացումներով ավարտելու պարագայում Ռուսաստանը վերադառնալու է այս մերձավոր տարածաշրջան, ոչ միայն հարավային Կովկաս, այլ նաև ուրեմն կենտրոնական Ասիա եւ այն պրոյեկտները, որոնք այսօր կան, որոնց մեկնարկը արդեն տրված են, այդ պրոյեկտները մեծ առումով կարող են կանգ առնել եւ դա իհարկե ուղիղ Ռուսաստանից կարող է կապված չլինել, դա օրինակ կարող է կապված լինել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումից։ Շնորհակալություն։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ավարտվեց այսօրվա մեր քննարկումը։ Իհարկե շատ կարեւոր է, որ պատերազմները դադարեն եւ մարդիկ կարողանան ապրել իրենց խաղաղ կյանքով, որովհետեւ ժողովուրդների համար կարեւորը խաղաղությունն է, իսկ քաղաքական գործիչների համար կարեւորը իրենց ամբիցիաներն ու իրենց քաղաքական գաղափարների իրականացումներն են։ Եթե լինենք անկեղծ, յուրաքանչյուր շարքային քաղաքացի, որ երկրում է լինի, ցանկանում է խաղաղություն եւ խաղաղ կյանք։ Այսօրվա մեր հյուրերն էին հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ քաղաքագետ Արման Ղուկասյանը եւ քաղաքագետ Էդգար Արաքելյանը։ Շնորհակալ եմ այսօրվա քննարկման համար, իսկ մենք կհանդիպենք